Ողջույն ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ Յուպիտեր մոլորակի մասին, որը իր նշանը կփոխի հունիսի 30-ից, անցնելով առյուծ նշան և մինչև 2027 թվականի հուլիսի 26-ը կգտնվի առյուծ նշանում։ Յուպիտեր մոլորակը դա մեր հսկա բարեգործն է, ով իր մեծ անսպասելի նվերներն է մատուցում հորոսկոպի բոլոր նշաններին։ Դա չի նշանակում, որ առյուծ նշանումը միայն առյուծներին է հաջողություն սպասվելու։ Ուղղակի առյուծ նշանի ներքո ծնվածներին և ասցենդենտով առյուծի նշանին ավելի ու ավելի շատ նվերներ են բերելու տարբեր բնագավառներում, իսկ մնացած նշաններին ինչ-որ կոնկրետ բնագավառում է բերելու այդ նվերը, հաջողությունը և այլն։ Առհասարակ Յուպիտեր մոլորակը իր ամբողջական պտույտը կատարում է 12 տարում, այսինքն յուրաքանչյուր նշան վերադառնում է 12 տարի հետո։ Այսինքն նման դիրքը, որ Յուպիտերը գտնվել է առյուծ նշանում, մենք ունեցել ենք 12 տարի առաջ։ Կարող եք հիշել, ինչ փոփոխություններ են եղել ձեր կյանքում, դրական փոփոխությունների մասին է խոսքը։ 12 տարի առաջ նման ինչ-որ իրավիճակներ կարող են ստեղծվել նաև այս ժամանակահատվածում։ Այսպիսով, սիրելի ընկերներ, հիշեցնեմ, որ անպայման թե այս տեսանյութը, թե առհասարակ հորոսկոպը նայեք ոչ միայն արևի նշանով, այլ նաև ասցենդենտի նշանով։ Ասցենդենտի նշանը, եթե դեռևս չգիտեք, մեկնաբանություններում կարող եք գրել ձեր ծննդյան տվյալները, այսինքն ծննդյան օրը, ամիսը, տարին, քաղաքը և ծննդյան ճշգրիտ ժամը։ Սիրով ձեզ կպատասխանեմ, շատ լավ է առհասարակ իմանալ, թե որ նշանում է գտնվում ասցենդենտը, քանի որ ասցենդենտը հիմնականում ավելի մեծ ազդեցություն է ունենում մարդու կյանքում, քան արևը։ Իհարկե, երբեմն լինում են դեպքեր նաև, որ եւ արևի նշանը եւ ասցենդենտի նշանը նույնն է լինում։ Այսպիսով, սիրելի ընկերներ, այժմ անցնեմ եւ հերթականությամբ ներկայացնեմ, թե ում կյանքում ինչ փոփոխություններ կբերի Յուպիտերը այս ժամանակահատվածում։ Կսկսեմ առյուծ նշանից, քանի որ հենց առյուծների առաջին տանն է լինելու։ Թե ասցենդենտով առյուծների, թե արևի նշանով առյուծների։ Այսպիսով, սիրելի առյուծներ, այս ժամանակահատվածում դուք կդառնաք ավելի ինքնավստահ, կհավատաք ձեր ուժերին։ Այստեղ մի փոքր, այսպես բացասական առումով գուցե նշվի, Յուպիտեր առաջին տանը հաճախ բերում է գիրացում։ Այնպես որ մի փոքր կարող է լծվեք, այնպես որ արդեն իմանալով նախորդ դրա մասին, ձեզ հետևեք, եթե իհարկե չեք ցանկանում, որպեսզի գիրանաք։ Առհասարակ ցանկացած ոլորտում ձեզ կարող է լինել հաջողություններ, գուցե մեկը գտնի իր երկրորդ կեսրին, մյուսը ամուսնանա այս ժամանակահատվածում կամ եթե ցանկանում եք ամուսնալուծվել, Յուպիտերը ձեզ կօգնի, որպեսզի ամեն ինչ շատ հեշտ, արագ ձեզ մոտ դա ստացվի։ Արտաքնի հետ կապված փոփոխություններ կբերի, շատերը կունենան հայտնիություն, հատկապես եթե ցանկանում եք դրա հետ կապված, եթե ցանկանում եք արտաքնի հետ կապված փոփոխություններ մտցնել, կարող է դա լինել էսթետիկ, պլաստիկ միջամտություններ, ոճի փոփոխություն, մազերի ձևի, գույնի փոփոխություն եւ այլն, ապա շատ լավ ժամանակահատված է ձեզ համար լինելու, Յուպիտերը ձեզ կօգնի այդ հարցում։ Իհարկե այնտեղ ավելի խորը, եթե արդեն օր եք ուզում ընտրեք, պետք է նայել նաև այլ մոլորակների դիրքավորումներին եւ լուսնի դիրքավորմանը, բայց առհասարակ տարին նման գործողություններ կատարելու համար շատ լավ կլինի։ Շատերը, ինչպես նշեցի, ամուսնանան կգտնեն իրենց երկրորդ կեսին։ Եթե ցանկանում եք օրինակ ընդունվել համալսարան, դա ձեզ մոտ կստացվի, ցանկանում եք աշխատանքի ընդունվել, դա կստացվի։ Մի խոսքով, սիրելի առյուծներ, այս մեկ տարին հիանալի ժամանակահատված է ձեզ համար, մեծ փոփոխություններ, մեծ հաջողություն կլինի կյանքի տարբեր ոլորտներում։ Հաջորդ նշանը կույսն է, սիրելի կույսեր, Յուպիտեր մոլորակը այս մեկ տարվա ընթացքում գտնվելու է ձեզ 12-րդ տանը, կարծես ձեզ նախապատրաստելով, որ մի տարի հետո, արդեն 2027 թվականի հուլիսի 26-ից սկսած ձեր առաջին տուն է գալու եւ բերելու է հրաշք փոփոխություններ։ Իսկ Յուպիտերը եւ 12-րդ տանն է, այստեղ ձեզ կարող է օգնել հետևյալ հարցերում։ Եթե ցանկանում եք գնալ արտասահման, թե բնակության, թե ուղղակի ճամփորդելու, նա ձեզ անպայման կօգնի։ Կօգնի օրինակ արտերկրում անշարժ գույք ձեռք բերել, եթե իհարկե դա ցանկանում եք, շատ լավ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են բացել իրենց բժշկական կլինիկան, հյուրանոցը, նման ինչ-որ առողջարաններ բացելու համար հիանալի ժամանակահատված է։ Ոմանք գուցե ավելի խորացնեն իրենց գիտելիքները աստղաբանության ոլորտում, յոգայի, էզոթերիկայի եւ նման այլ ոլորտներում։ Երբ Յուպիտերը 12-րդ տանն է, հնարավոր է ստանաք օգնություն արտերկրից։ Թե ինչ օգնություն կլինի, արդեն ամեն մեկը իր կյանքում մի ձևով կզգա, բայց նման ինչ-որ հարցեր եւս կարող են լինել։ Հաջորդ նշանը կշեռքն է, սիրելի կշեռքներ, Յուպիտեր մոլորակը այս ժամանակահատվածում գտնվելու է ձեր 11-րդ տանը։
Եվ ընդլայնելու է ձեր ընկերական շրջապատը, ձեր կոլեկտիվը կարող է փոխվել, նոր հարևան գուցե ունենաք, գուցե որոշեք գնալ խմբակի կամ ինքներդ ինչ-որ խմբակ բացեք, այսպես սկսեք աշխատել, եթե դասավանդման ոլորտում կարող է լինել եւ այլն։ Բոլոր այն մարդիկ, ովքեր ինտերնետում գործունեություն ունեն, դա կարող է լինել թե բլոգինգ, թե աշխատանք ինտերնետում, թե IT ոլորտի հետ կապված, հիանալի ժամանակահատված է ձեզ համար, քանի որ Յուպիտերը ձեզ կբերի մեծ հնարավորություններ, մեծ մասշտաբ կբերի ձեր կյանք։ Այս ժամանակահատվածում, եթե պետք է ինչ-որ արդյունքներ տեսնեիք արդեն, այդ արդյունքները անպայման դուք կտեսնեք եւ շատ ավելի լավ ու մեծ արդյունքներ կլինի, քան դուք կարող եք ակնկալել։ Հնարավոր է նաև բոլոր նրանք, ովքեր փնտրում են իրենց երկրորդ կեսին, հնարավոր է ձեր ընկերուհիներից մեկը ծանոթացնի ձեզ ձեր ապագա ամուսնու կամ կնոջ հետ կամ ուղղակի ձեր շրջապատից որևէ մեկը դառնա ձեր կողակիցը հետագայում։ Հաջորդ նշանը կարիճներ, սիրելի կարիճներ, այս ժամանակահատվածում, այս մեկ տարվա ընթացքում Յուպիտեր մոլորակը գտնվելու է ձեր 10-րդ տանը։ Իսկ դա ձեր ստատուսն է, կրկին հիանալի դիրքավորում, շատերի ստատուսը Յուպիտերը կփոխի։ Գուցե ամուսնանաք, գուցե կարիերայում աճ ունենաք, նոր պաշտոն լինի, ավելի լավ աշխատանքի անցնեք, ավելի բարձր վարձատրվող, ել ավելի լավ պայմաններով կամ եթե ինչ-որ նպատակներ ունեիք այս տարվա հետ կապված, դրանք շատ արագ հեշտ կատարածվեն։ Աղեղնավորներ, սիրելի աղեղնավորներ, Յուպիտեր մոլորակը գտնվում է ձեր 9-րդ տանը, բերելով ձեզ հաջողություններ կապված ճանապարհորդությունների հետ, արտերկրի հետ կապված թեմաներով, բարձրագույն կրթության հետ թեմաներով, եթե պետք է այս տարվա ընթացքում օրինակ ինչ-որ բուհ ընդունվեք, Յուպիտերը ձեզ կօգնի իհարկե, եթե ցանկանում եք ճանապարհորդել, ավելի սպասվածից ավելի շատ կճանապարհորդեք այս ժամանակահատվածում։ Կամ եթե ինչ-որ փաստաթուղթ պետք է ստանայիք, օրինակ արտերկրում բնակվելու հետ կապված, ապա դա եւս ձեզ մոտ հաջող կանցնի։ Բոլոր նրանք, ովքեր այն տարիքին են, որ պետք է թորնիկ ունենան, կարծում եմ, որ Յուպիտերը ձեզ թորնիկ գուցե բերի եւ անգամ Յուպիտերը, քանի որ միշտ շատացնում է ամեն ինչ, հնարավոր է մեկի փոխարեն օրինակ 2-ը կամ ավել։ Բոլոր նրանք, ովքեր ամուսնալուծված են եւ ցանկանում են երկրորդ անգամ ամուսնալուծվել, Յուպիտերը այս դիրքավորման ընթացքում հիանալի է եւ ձեզ կօգնի երկրորդ անգամ ամուսնանալ, սիրելի ընկերներ։ Հաջորդ նշանը այծեղջյուրն է, սիրելի այծեղջյուրներ, Յուպիտեր մոլորակը այս ժամանակահատվածում գտնվելու է ձեր 8-րդ տանը եւ ձեր ներդրումները գուցե ձեզ բերեն մեծ եկամուտ կամ օրինակ ընտանեկան բյուջեն ել ավելի մեծանա, ձեր ամուսինը կամ կինը ավելի շատ սկսի աշխատել այս ժամանակահատվածում, հնարավոր է ֆինանսական օգնություն ստանաք կամ եթե ձեր բիզնեսը ունեք, ապա հնարավոր է խոշոր ներդրող հայտնվի, եւ ներդրում կատարի։ Բացասական տեսանկյունից այստեղ հնարավոր է հարկերը բարձրանան։ Եթե պետք է ինչ-որ բժշկական վիրահատություններ կատարեք, ապա ձեզ մոտ դա կստացվի։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են էկոտարբերակով երեխա ունենալ, ապա այս ժամանակահատվածը, սիրելի ընկերներ, ձեզ համար շատ լավ է։ Ջրհոսներ։ Սիրելի ջրհոսներ, Յուպիտեր մոլորակը գտնվելու է ձեր դիմացի նշանում, առույց նշանում, այսինքն ձեր 7-րդ տանը։ Եվ այս տարվա ընթացքում շատերը կամ կամուսնանան, կամ շատ լավ, այսպես փողաբեր գործարքներ կունենան։ Գուցե ունենաք ավելի շատ հաճախորդներ, քանի որ հաճախորդները եւս 7-րդ տանն են պատկանում։ Եթե պետք է ամուսնալուծվեք, Յուպիտերը ձեզ կօգնի հեշտ արագ ամեն ինչ շուտ ամուսնալուծվեք։ Եթե օրինակ ուսուցանում եք, ապա նոր աշակերտներ կունենաք, նոր ուսանողներ կունենաք, ռոմանտիկ ծանոթություններ շատ կլինեն, գուցե գործընկերները ավելի շատանան, քան ակնկալում էիք։ Նոր աշխատանքային պայմանագիր շատերը գուցե ստորագրեն։ Ձկներ, սիրելի ձկներ, այս ժամանակահատվածում ձեր 6-րդ տանն է գտնվելու Յուպիտեր մոլորակը եւ բերելու է ձեզ շատ աշխատանք, շատ պատվերներ, հաճախորդներ, կարիերայում առաջընթաց գուցե ունենաք։ Եթե օրինակ բիզնես ունեք, ապա հնարավոր է ձեր աշխատակազմը օնլայնեք, նոր աշխատողներ վերցնեք գործի կամ առօրյայում ձեզ օգնող ինչ-որ աշխատողներ, օրինակ տան մաքրող, երեխայի դայակ եւ այլն, նման հարցեր եւս կարող են լինել։ Եթե ընտանի կենդանիներ ունեք, ապա գուցե ավելի շատ ունենաք կամ որոշեք ունենալ մեկի փոխարեն 2-ը ունենաք, նման հարցեր եւս կարող են լինել։ Բոլոր նրանք, ովքեր գյուղատնտեսությամբ են զբաղվում, ապա այս տարվա ընթացքում ձեր արտադրանքը, ձեր բերքը շատ լավ կլինի։ Լավ ժամանակահատված է, որպեսզի սկսեք հետևել ձեր առողջությանը, առողջության հետ կապված ինչ-որ մերսման կամ առհասարակ կազդուրող պրոցեդուրաների գնաք։ Եվ առհասարակ կենցաղում, աշխատանքի վայրում, եթե ինչ-որ խնդիրներ ի հայտ գան, դրանք հեշտությամբ կլուծվեն։ Խոյեր։ Սիրելի խոյեր, Յուպիտեր մոլորակը այս ժամանակահատվածում գտնվելու է ձեր 5-րդ տանը եւ հիանալի ժամանակահատված է ձեզ համար, որպեսզի երեխա ունենաք։ Շատերը կիմանան այս ժամանակահատվածում, որ բալիկի են սպասում կամ արդեն կծնվի ձեր բալիկը այս ժամանակահատվածում։ Յուպիտերը ձեզ շատ սեր կտա, նոր սիրահարվածություն, նոր սիրավեպ,
երեխայի ծնունդ արդեն նշեցի դա, կարող է լինել օրինակ հաղթանակ լոտարիում, եթե զբաղվում եք, խաղում եք լոտարի, ապա հնարավոր է այնտեղ հաղթանակ ունենաք։ Եթե ունեք բիզնես, ապա հնարավոր է Յուպիտերը ձեր բիզնեսը ընդլայնի, գուցե անգամ միջազգային շուկա դուրս հանի։ Հաջորդ նշանը ցուլն է։ Սիրելի ցուլեր, Յուպիտեր մոլորակը այս տարվա ընթացքում գտնվելու է ձեր 4-րդ տանը։ Եվ հնարավոր է ձեր ընտանիքը ընդլայնվի, օրինակ նոր ընտանիքի անդամ ունենաք, այն կարող է պայմանավորված լինել ձեր կամ երեխա ունենալով, կամ օրինակ ձեր ծնողներին բերեք ձեզ հետ ապրի, կամ օրինակ ձեր որդին կամ դուստրը ամուսնանա, նման ինչ-որ հարցեր կարող են լինել։ Յուպիտերը 4-րդ տանը, սիրելի ցուլեր, շատերին կբերի էլ ավելի շատ անշարժ գույք։ Գուցե տեղափոխվեք օրինակ նոր բնակարան, որը կլինի էլ ավելի մեծ, էլ ավելի հարմարավետ, կամ գուցե ուղղակի որտեղ բնակվում եք, մի հատ էլ ավել անշարժ գույք ձեռք բերեք։ Յուպիտերը այս ամենը մեզ օգնում է այս հարցերում։ Հնարավոր է օրինակ հողակտոր, ամառանոց ձեռք բերեք այս ժամանակահատվածում, եթե պետք է ինչ-որ փաստաթղթեր ստանաք, շատ արագ հեշտ ձեզ մոտ կստացվի այդ ամենը։ Կամ հնարավոր է նաև Յուպիտերը 4-րդ տանը ձեզ բերի նվեր, գուցե ինչ-որ թանկարժեք նվեր ստանաք, անգամ գուցե անշարժ գույք եւ այլն։ Հաջորդ նշանը երկվորյակն է, սիրելի երկվորյակներ, Յուպիտեր մոլորակը այս ժամանակահատվածում գտնվելու է ձեր 3-րդ տանը եւ ընդլայնելու է ձեր շրջապատը, շփումը, նոր ծանոթություններ, կարեւոր ծանոթություններ կարող են լինել, գուցե ունենաք նոր հարևաններ, հաջողություններ կարող են լինել նաև ձեր քրոջ կամ եղբոր կյանքում, շատ հնարավոր է, որ այս ժամանակահատվածում ունենաք նոր տեխնիկա, նոր հեռախոս, նոր մեքենա, նոր տրանսպորտային միջոց առհասարակ, որը կլինի էլ ավելի լավը, քան դուք նախկինում ունեցել եք։ Հիանալի ժամանակահատված է, որպեսզի սկսեք ինչ-որ դասընթացների գնալ, ինչ-որ բան սովորել կամ ուսուցանել ինքներդ։ Հիանալի ժամանակահատված է բոլոր նրանց համար, ովքեր բլոգեր են, լրագրող են, ովքեր զբաղվում են թղթաբանությամբ, նման ինչ-որ հարցեր կլինեն։ Յուպիտերը 3-րդ տանը նաև հնարավոր է նվեր ստանաք, ոչ միայն դուք գնեք այդ անշարժ գույքը տրանսպորտային միջոց, այլ հնարավոր է նաև, որ դուք նվեր ստանաք։ Հաջորդ նշանը խեցգետինն է, սիրելի խեցգետիններ, Յուպիտերը 1 տարի արդեն ձեզ բերել է իր երջանկությունները, հաջողությունները, փոփոխությունները, վստահ եմ շատերը այս ժամանակահատվածում ամուսնացել են, լավ կարիերա են ունեցել, մի խոսքով տարբեր ոլորտներում ունեցել եք ձեր հաջողությունները։ Այժմ Յուպիտերը անցնում է ձեր 2-րդ տուն։ Սա եւս լավ դիրքավորում է, 2-րդ տունը ձեր ֆինանսների տունն է, այսինքն ձեզ կբերի մեծ ֆինանսներ։ Իհարկե, եթե տարվա ընթացքում ունենաք ծննդյան քարտեզով պայմանավորված բացասական ասպեկտացիաներ, հնարավոր է բնականաբար նաև ծախսեր լինեն, բայց առհասարակ Յուպիտերը 2-րդ տանը ընդլայնում է մեր ֆինանսները, մեր աշխատավարձը, տարբեր աղբյուրներ է մեզ բերում, գումարի եւ այլն։ Ոմանց ֆինանսական դրությունը այս ժամանակահատվածում անպայման կբարձրանա, աշխատավարձը գուցե ավելանա, նախ ինքնագնահատականը ձեր ավելի կբարձրանա, ավելի վստահ ձեզ կզգաք ֆինանսների հարցում, ավելի ապահով կզգաք։ Հնարավոր է ինչ-որ թանկարժեք իր գնեք կամ նվեր ստանաք։ Դա կարող է լինել օրինակ ոսկի, ադամանդյան զարդեր, մի խոսքով ամեն ինչ կարող է լինել, որոնք իրենցից արժեք են ներկայացնում։ Կամ հնարավոր է ինչ-որ բան վաճառեք, որ օրինակ երկար ժամանակ չէի կարողանում վաճառել, այս ժամանակահատվածում դա ձեզ մոտ կստացվի եւ այդ վաճառքից ձեր եկամուտները կստանաք։ Այսքանը սիրելի ընկերներ, կապված Յուպիտեր մոլորակի հետ ամբողջ տարվա ընթացքում բոլորը անպայման զգալու են Յուպիտեր մոլորակի ազդեցությունը։ Ուղղակի վաղ ծնվածները մի փոքր ավելի շուտ են զգալու, այնուհետև քիչ-քիչ անցնելու են արդեն ավարտից հետո, 1 տարվա ավարտից հետո արդեն ավելի ուշ ծնվածներ են այդ փոփոխությունները զգալու եւ բնականաբար նույնը վերաբերվում է ասցենդենտի աստիճաններին, վաղ աստիճանները ավելի շուտ կզգան, ավելի ուշ աստիճանները մի փոքր ավելի ուշ են զգալու, բայց այս մի տարվա ընթացքում անպայման սիրելի ընկերներ բոլորը զգալու են այդ փոփոխությունները։ Դե ինչ, այսքանն էր կապված Յուպիտեր մոլորակի հետ, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, սեղմել զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները։ Իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։